Ձեր պատասխանից հասկացանք, որ բավականին սուր էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների եւ հարցերը եւ նաեւ դիրքորոշումը ձեր հանդեպ։ Ինչով է պայմանավորված ձեր պատասխաններից, օրինակ Արայիկ Հարությունյանը գնաց աշխատելու տարիները, ինչով է պայմանավորված այս վերաբերմունքը ձեր հանդեպ։ Ձեր հարցադրումը խոսում է նաև այն մասին, որ ամեն օր ժողովրդավարությունից խոսող քաղաքական ուժը պատրաստ չէ լսել այլակարծություն։ Եվ ես իմ խոսքում էլ ասեցի, որ առհասարակ Հայաստանում ցանկացած մարդ, եթե անգամ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, եթե քաղաքական այլակարծություն կամ այլ տեսակետ է արտահայտում, որը չի համընկնում իշխանության տեսակետին, մենք տեսնում ենք, որ սկսվում է քաղաքական հետապնդումների շարք եւ իրենք պետք է առերեսվեն այս իրողության հետ, հաշվի նստեն այս իրողության հետ, անկախ նրանից այս դիտարկումները ականջահաճո են թե ոչ, պետք է կարողանան լսեն ճշմարտությունը։ Հնարավոր է չընտրեն եւ դա օրինակ ինչպես դուք կընկալեք, որ ձեզ չընտրեն։ Եթե չընտրեն, նորմալ եմ ընկալում, որովհետեւ նախ եւ առաջ ես այստեղ եկել եմ հանրության խնդիրների մասին խոսելու, այն քաղաքացիները, ովքեր քվեարկել են մեր օգտին եւ տվել են մեզ մանդատ, ամենևին չեն տվել մանդատ, որպեսզի մենք գանք այստեղ, լուռ նստենք եւ չհակադրվենք։ Հենց դրա համար ենք մենք ստացել մանդատը, որպեսզի կարողանանք այստեղ անկաշկանդ խոսել բոլոր այն խնդիրների եւ մարտահրավերների մասին, որոնք մեր երկրում առկա են։ Ինչքանով իրենք պատրաստ են լսել դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Անկախ նրանից կընտրվեմ, չեմ ընտրվի, ես շարունակելու եմ նույն կերպ խոսել հանրային խնդիրների մասին, նույն կերպ խոսել ապօրինությունների մասին եւ հետամուտ լինել, որպեսզի քանի որ խոսքը համայնքների մասին էր, հետամուտ լինել, որպեսզի համայնքներին հուզող հիմնախնդիրները եւ հարցերը, որոնք որևէ կերպ չեն ներառվել կառավարության 26-31 թվականի ծրագրում անպայման արտացոլվեն եւ բոլոր խնդիրները ստանան իրենց լուծումները։ Ես անձամբ հետամուտ եմ լինելու։ Ֆակտիվ տեղեկություններով ԿՊ ներսում որոշում կա ձեզ չընտրել, ըստ ձեզ դուք այսպես ասած ինչու չկարողացաք համոզել ԿՊ-ականներին։ Ես որևէ մեկին համոզելու խնդիր չունեմ։ Նորից եմ կրկնում, ես խոսում եմ խնդիրների մասին եւ փաստերի մասին։ Եթե իրենք պատրաստ չեն այդ խնդիրներն փորձել դրանց լուծման ճանապարհներով գնալ, եթե կարող են, եթե չեն կարող այդ աշխատանքի համատեքստում փորձել ամեն ինչ անել, որ հանրությանը հուզող խնդիրները գան օրակարգ, դա արդեն իրենց խնդիրն է։ Այսինքն դուք ուզում եք դրանք օրակարգ բերել, իրենք չեն ուզում։ Ես ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցի, թե ինչ մարտահրավերներ կա եւ դա արեցի մասնագիտական իմիջայլոց մասնագիտական տիրույթում։ Բացի նրանից, որ քաղաքական հարցադրումներ եղան եւ ես քաղաքական հարցերին նաեւ քաղաքական պատասխաններ տվեցի, բայց բավականին լուծումներ առաջարկեցի, թե համայնքների տնտեսական զարգացման տեսանկյունից ինչ գործիքակազմեր կարող են լինել։ Որոշումը իրենցն է, կարող են ընտրել, կարող են չընտրել, նորից եմ ասում, ես շարունակել եմ նույն կերպ աշխատել, իմ գործելավոճում ոչինչ չի փոխվելու։ Գուցե անձով է պայմանավորված Տիկին Յուլիան, այդ հարցին չեմ կա։ Ժողովներում ձեր տեխնացուների վերաբերյալ կրկին կարծես թե անձով պայմանավորված դիրքորոշում են հայտնել հետո։ Ես նախորդ անգամ եմ ասել, որ օրինակ, երբ որ իրենք տեխնացուներ են առաջադրում, կան մարդիկ, ովքեր ընդհանրապես մասնագիտական կրթություն չունեն, որևէ ոլորտային հմտություններ չունեն, որովհետև չեն աշխատել, բայց իրենց տեխնացությունները առաջադրում են եւ ընտրվում են։ Սա արդեն շատ բանի մասին պետք է խոսի։ Եթե անձով է պայմանավորված, որևէ խնդիր չկա։ Հարցերը նաև այն մասին, ուզում էին ճշտել ԿՊ-ականները ձեր եւ Արուշ Արուշանյանի հարաբերությունների մասին։ Ինչպիսին են ձեր հարաբերությունները։ Ես այդ մասին խոսեցի, ասեցի, որ 9 տարի աշխատել եմ, Գորիս համայնքը բավականին լավ աշխատանք է կատարել, օրինակելի համայնք է իր կատարած աշխատանքով, լավ թիմ է աշխատել եւ աշխատում Գորիսում։ Ես շատ դրական եմ վերաբերում, ուրախ եմ, որ այն բոլոր զարգացման ծրագրերում, որոնք Գորիսի ամբողջ դիմագիծը փոխել են, նաեւ ես եմ այդտեղ մասնակցել եւ գտնում եմ, որ լավագույն օրինակներ կան, որ Հայաստանի այլ համայնքներում եւս կարելի է դիտարկել, քննարկել եւ որպես լավագույն փորձառություն
Այն դեպքում ուղիղ մի քիչ ձևակերպեմ հարցը ձեր եւ Արուշանյանի միջեւ որևէ Դուրս գալուց հետո իմ գործընկերների հետ որևէ շփում չեմ ունեցել։ Այս չեք ունեցել պայմանավորված, որ նա դիմավորել էր Նիկոլ Փաշինյանին, նաև Այդ հարցին պատասխանեցի, չեմ ունեցել որևէ շփում։ Շնորհակալ։ Իսկ եթե ձեզ ընտրեն հանկարծ, դրա մեջ մտավախություն չունեք։ Ինչ առումով։ Չընտրեն, Չընտրեն, թե ընտրեն։ ընտրեն։ Հա, ընտրեն։ Ես մի քիչ առաջ նշեցի, որ անկախ նրանից կընտրեն թե չէ, ես շարունակելու եմ նույն կերպ աշխատել, շարունակելու եմ հանրային նշանակության կարևորագույն առաջնային խնդիրների մասին բարձրաձայնել անկախ իրավիճակից եւ անկախ կարգավիճակից։ Շնորհակալ եմ։ Տիկին Յուլիան Գորիսում առաջիկայում ընտրություններ են սպասում տեղական ինքնակառավարման մարմնի, օրինակ Արուշ Արուշանյանի թեկնածությունը որպես լավագույն օրինակ, ինչպես նաև դուք նշեցիք, ուժեղ Հայաստանը կպաշտպանի կամ օրինակ կուզենա ինչ թեկնածուն լինի։ Տեղական ընտրությունների մասով, որ համայնքում ինչպիսի մասնակցություն լինի, այս պահին ես կոնկրետ որևէ տեղեկատվություն չունեմ, որտեղ դուք էլ տեսնում եք, մենք քանի օր լարված այստեղ առավոտյան ժամը 9-ից մինչև 6-ը աշխատում ենք, այո, դուք էլ մեզ հետ միասին, այնպես որ որևէ այլ տեղեկատվություն չունեմ։ Դուք օրինակ կառաջարկեք իր թեկնածությունը։ Ես որևէ հարց առհասարակ չեմ սիրում տանել անձնական դաշտ։ Քաղաքական վերաբերմունքի մասին արդեն խոսեցի։ Արայիկ Հարությունյանի քաղաքական այդ հարցադրումներին, երբ արձագանքի հնարավորություն կար, չարձագանքեցիք, ինչով պայմանավորված, քիչ առաջ։ Արայիկ, գիտեք, ես ընդհանրապես չեմ ընդունում, եթե այստեղ ընտրություն էր հանձնաժողովների նախագահների, ես առհասարակ չեմ սիրում որևէ հարցադրում քաղաքական մակարդակից տանել անձնական դաշտ։ Բացարձակապես ինձ համար որ ասելիք չունեք։ Ես իմ բոլոր ասելիքների մասով ուղիղ ինչ հնարավոր էր այդ մասին խոսել եմ եւ դուք բոլորդ լսել եք, չկա այդպիսի մի հարցադրում, որը մնացել է անպատասխան։ Գուցե նույնց եմ ասում, ականջահաճո չէ շատ դեպքերում, բայց ինչպես միշտ փաստացի, ես երբևէ կաշկանդված չեմ որևէ հարցի պատասխանել։